Բարոյական է արդյոք, որ Միքայել Սրբազանին արգելել են հաղորդություն ստանալ։ Ես զզվում եմ, աղջիկ ջան, ամեն ինչից Սրբազանին ով կարա հաղորդություն չտա, ով կարա։ Էֆեկտ չան, եկեք ես հարցին չպատասխանեմ, քանի որ ես այս իշխանությունների վրա թքած ունեմ, դե ես դրանց հետ ինձ կապ չունեմ, չեմ հասկանում նրանց։ Ոչ, ничего не имеем против. Ես դրանց հետ գլուխ չեմ անում։ Աղջիկ ջան, ես вообще դա դες մարդկանց, որ հիմա ձերբակալել են, էդի լրիվ անհիմն է ու անօրինական։ Ոչ, այս կառավարությունից ընդհանրապես լավ բան սպասելու ոչ մի բան չեմ գտնում։ Սպասում եմ ես քանի ամիս անցնի, որ ընտրություններում պարտվեն, ու ուրեմն փախնելու Աստված գիտի։ Չենք հասկանում այս բաներից։ Որ մի բան իմանայինք, հաստատ կասենք։ Ոչ հավատում եմ այս երկրին, ոչ ղեկավարությանը, ոչ մեկին։ Սա թալանված երկիր է, սա երկիր չի, որ մենք ապրում ենք այս երկրում, աղջիկ ջան։ Այս ինչ երկիր է, որ դուք ինչ եք այս երկրի մասին մտածում, ինձ հարց եք տալիս։ Երկիր է սա։ 5000 երեխուն տարան լսրեցին եռաբլուր։ Երկու այդքան երեխեն անվոտ անթև, չգիտես, չես հասկանում։ Ղարաբաղը տվեցին ուրիշներին, մեր երեխեք ինչի համար զոհվեցին։ Հանուն ինչի։ Մի զոհված իմ տղեն է, հանուն ինչի է զոհվել։ Որ Նիկոլը իր տակը դնի աթոռի համար, աթոռի համար։ Իրանք էլ մեռնեն, իրանց կառավարությունն էլ, իրանց ղեկավարությունը։ Միքայել Սրբազանին շատ կներեք մի բան ասեմ, ինքը Սրբազան է, ինքն է հաղորդություն տալիս։ Նա Սրբազան է եւ Սրբազանի պաշտոնը հարգել է պետք։ Եվ երկրորդը ես չեմ ընդունում այս մի քանի մանրապաճեղների արածը եկեղեցու դեմ դուրս գալը եւ Սրբազանների դեմ դուրս գալը։ Իրանք պատասխան են տալու իրենց բոլոր արածների համար։ Եվ մի բան էլ կարող եմ ասել, չեմ ընդունում նաեւ ցանկացած երկրի հոգևոր ղեկավարության դեմ դուրս գալը։ Դրա համար պատասխանատվություն են կրելու բացարձակ իշխանության ձգտելու համար, վերջի իշխանությունը հանելու եկեղեցու համար։ Դրա համար զուտ պատասխանատվություն են կրելու, էդի կարատեվի 5 տարի, 7 տարի, թող յակյանց մասին մտածեն, ես չունեմ մտածելու։ Ճիշտ ասած, ես իրան չգիտեմ, բայց այն, որ եկեղեցու հարց են քննարկում, գոնե իմանան ում մասին է խոսքը, մաքուր այդ մարդը, թե մաքուր չի, որ նոր հասնեն եկեղեցի։ Այ ամենավատը դա է, կամ թող մի հատ մտնի խանութները, ոնց ենք ապրում, ահա որ, այն էլ թոշակառում, որ ոչ մեկ չկա կողքին, մինչև երբ խոստումներ, բայց ստախոս։